Ուրեմն ես վերջերս ծանոթացա Արաքսիա անունով մի հոգու հետ, որ ուրեմն գրականակետ է, կարծեմ դասավանդում համալսարանում, ինչ որ է, խոսում ենք հիմնականում թատրոնի միջոցով եւ խոսում ենք իմ փաբագի մասին եւ իր փաբագի մասին, որ արևմտահայերեն բեմադրություններ անենք։ Ես փորձում եմ միշտ աշխատել եմ, ուզեցել եմ, որ բեմադրեմ արևմտահայերեն պիեսներ, բայց չի ստացվել հիմնականում, որտեղ դերակատարներ չեմ գտել, որ ինձ հետ աշխատեն։ Եվ գտել եմ 1 կամ 2 հոգի, օրինակ համար ես վերջերս որ բանը բեմադրեցինք Սուրբ Ծննդյան հեքիաթը Չարլզ Դիքենզի Christmas Carol-ը մի քանի դերեր արևմտահայերեն էր եւ ես արևմտահայ որտեղ ունեի արևմտահայ դերակատարներ ուրեմն օգտագործեցի այդ առիթը այդ դերակատարների պատրաստակամությունը եւ ունեցանք բան։ Հիմա ուրեմն բացի այդ ես հիմնականում որտեղ արևմտահայերենի համար ուշ կսկնում արևմտահայերենի համար շատ եմ սիրում մանավանդ որտեղ որոշ բաներ կարող են այնքան ավելի կարճ ու հակիրճ ասեն որ sense շշմում ես ինչ որ է իմ թողել ասեմ քանի որ իմ ծրագիրն է իմ Facebook-ն ակամ ինչ որտեղ որ ցույց տամ էսի as կտորը ուրեմն իմ հայրս արևմտահայերեն բանաստեղծություն էր գրում եւ որ 16 տարեկան 17 տարեկան էր անապատում էին ապրում Խուզեստան Պարսկաստանի այդ հարավ արևմտյան նահանգը որ Աբադան Ահվազ եւ այդ նավթային ընկերության իր հայրը իմ մեծ հայրս նավթային ընկերության ինժեներ էր pipeline եւ անապատում էին ապրում Քութ Աբդոլլահ Բայց փող գյուղում են ապրում, անապատում են ապրում, հայրս արևմտահայերեն գրքեր էր ստանում, ընկերության անունը ասա մի հատ ընկերություն էր, որ մեծ թվով եւ շատ զանազան գրքեր էր հրատարակում արևմտահայերեն, կարծեմ թարգմանություններ եւ բնագրներ հայերեն հայ գրողներ եւ հայրս ստանում էր դրանք կանոնավոր, ասեմ անապատի մեջտեղը բոլոր միջի անգամ մեծ քաղաքներից հեռու Քութ Աբդոլլայում ստանում էր եւ ինչ որ է ուրեմն մեր արյան մեջ կա բայց իսկապես հետո ուրեմն որ խոսում ենք ինչ պիեսներ կարող ենք բեմադրել ես միշտ Արաքսիային եւ ամենին ասում եմ ես 35 տարի ես այս քաղաքում եւ նախքան այդ Անգլիայում 10-15 տարի բեմադրել եմ ինչ որ կարելի է եղել Եվ այդ կարելինելու ամենակարևոր մասը եղել է արդյոք դերակատար ունեցել է որ հայերեն իմացող մեկ իմացել է որ ուզում է բեմ դուրս գա հիմա տաղանդավոր չի շնորհքն ունի այդ երկրորդական երրորդական բան ա եղել խնդիր սպյուրքում այդ բեմադրելու համար եւ իհարկե եթե ուզում ես անպայման բեմադրես որտեղ այդտեղ կա ասում ես որ չէ չունենք մարդիկ այդ միջոցները չունեմ մարդը չունեմ դերակատարը չունեմ փողը չունեմ չեմ անում Արամա Ստեփանյանը այդ տրանս առաջ չի կանգնել երբեմն ուրեմն երբեմն դերակատար պետք է ունենաս եթե ուզում ես Մակբեթ բեմադրես պետք է դերակատար ունենաս որ լավ Մակբեթ ունենաս լավ Լեյդի Մակբեթ ունենաս եւ այլն ինչ որ է շատ խոսեցի իմիջիալից եթե հանկարծ սենց եմ անում քիթս վերեմ կաշում փորձեմ չանեմ բայց որտեղ մեկ ինչ մրսած եմ ծեծաղելի է չէ որ այս օրերին ուրեմն հունվար 2026 թվականի հունվարի 27-ն ենք չէ հունվարի 27-ին Կալիֆոռնիայում նստած մենք մրսի որ աշխարհը ձյունով է ծածկվել իսկ Իռլանդիայում որտեղ կնոջս քույրը ընդեղ ապրում Այս քան ջուր կա մեքենաները պատոհանների վերևի մասն ամենակ երևում Իռլանդիայում Դուբլինում ջրհեղեղ կա ինչ որ Կալիֆոռնիայում մենք արևի տակ նստած մրսում եմ ինչ որ հա ուրեմն այս Արաքսիան հրաշալի այս գիրքից նվեր առավ ասա որ կարելի է միշտ անգամ բեմադրել այս գործը բեմադրվել է ուրեմն այս մի հատ
ֆանտազիա վեպա Douglas Adams անունով մեկնավ գրել է, որ կարծեմ 2001 թվին մահացավ 49 տարեկանում եւ այլն, բայց շատ հայտնի գիրք է The Hitchhiker's Guide to the Galaxy Hitchhiker's Guide to the Galaxy ֆանտազի գիրք է, ուրեմն դիեզերքի անջրպետային հեքիաթ է, որ ֆիլմերն սարքել են, ներկայացումները սարքել եւ այլն, լավ թարգմանությունն է, թարգմանվել է Աստղագնաց ճամփորդին ուղեցույցը, որ այս միակ ուզում եմ ասել թույլություն չի, միակ տեղն է, որ այս մարդը չի կարողացել թարգմանի, որովհետեւ hitchhiker բառը մենք չունենք հայերենում չկա այդ գաղափարը, այդ միտքը hitchhiker գիտեք ինչ այն որ ճանապարհներին կանգնում են մտածում երիտասարդ ուզում են ճամփորդեն անվճար ուրեմն կանգնում են hitchhike են անում եթե մեկ անցնող մեքենա իրանց վերցնում է եթե որոշ տեղ գրում են այդ ճամփով Hitchhiker's Guide to the Galaxy Աստղագնաց ճամփորդին ուղեցույցը Galaxy-ն ծիրկաթիլին թարգմանվում անընդհատ հիմա այս հատկությունը ինչ է գրքի որ ահագին այս Douglas Adams-ը ահագին բառերը թխում բառակապակցություններ մտքեր ֆիզիկական եւ տիեզերական բանաձևեր մտքեր իբթե գիտական օրենքներ եւ այլն եւ ազգեր եւ ժողովուրդներ եւ ցեղեր եւ գործիքներ ուրեմն որ սկսեցի կարդալ արևմտահայերեն թեպետ շատ པարզ մաքուր շատ լավ թարգմանել է Ռաֆի Աջեմյան անունով մեկն է Ռաֆի Աջեմյան շատ པարզ շատ լավ արևմտահայերեն է բայց գնացի գրադարանից անգլերենը վերցավ եւ միասին եմ կարդացել Մեջ երկու էջ կարդում էի անգլերենը կամ արևմտահայերեն հետո անգլերենը երբեմն ես կողմ երբեմն այն կողմից մեծ հաճույք էր դուբլ երկրկնապատիկ հաճույք է որտեղ երկու անգամ կարդացի հիմնականում այս գիրքը եւ շատ լավ է թարգմանել հա ինչի համար մանավանդ որովհետեւ շատ հնարովի թխած բաներ կամ մտքեր կա սա մեջ խոսքեր կան որ վստահ չէ երբ արևմտահայերեն կարդում վստահ չեմ արդյոք այս հնարովի մի բանի թարգմանությունն է թե իսկապես անգլերենից թարգմանված մի բան է եւ շատ լավ է ստացվում ուրեմն մի քանի հատ օրինակ մի երկու հատ օրինակ ասեմ the traditional space livery of tracking scouts ուրեմն առևտրական հետախույզների ավանդական անջրպետային համազգեստը օրինակի համար կամ հետո ուրիշ բառեր մեքանի բառ կա որ ես չէի իմանում օրինակի համար զարթխում զարթխում այսինքն hangover ես քանի որ չեմ խմում երբեք hangover չեմ ունեցել չեմ իմանում ինչա bleary eyed բժոտ աչքերով եւ այլն հա մետեղ էլ բան թարգմանել էր բան կենսակերպ այսինքն species հիմա այդ կենսակերպ բառը որտեվ հայերենում միայն գրքի վերնակրի բանով Charles Darwin-ի գիրքը բան The Origin of Species հայերենում թարգմանվել է բան ուրեմն տեսակների սկիզբը եթե չեմ սխալվում այո տեսակների սկիզբը փորձեցի մի անգամ կարդալ բայց չկարդացի ուրեմն ինձ էր տեսակ բառը species-ի միտքը բավարար չէր հասցնում ես միշտ մտածել եմ պետք է թարգմանես կենսատեսակների այստեղ ինքը ասա կենսակերպ ուրեմն ինձ կես համաձայնա շատ լավ էր եւ ասեմ ինքը հեքիաթը շատ հետաքրքիր շատ ծիծաղելի գործ է եւ լրիվ մեծ հաջողությամբ
Ռաֆի Աչեմյանը թարգմանում է արևմտահայերենի, շատ պարզ արևելահայերեն էլ կարող կարդա, ասեմ, բայց ես անպայման մտածեցի, որ պետք է որ անգլերենի հետ կարդաս, որտեղ ասեմ, անգլերենի մեջ այնքան հնարամիտ բաներ կա, որ պետք է ուզում ես իմանաս այդ որ հայերենը որ ստեղծել է ինչպես է, ինչ է արել եւ շատ հաճելի գիրք է, շատ մեծ հաճույք կստանաք եթե կարդա, եթե գիրք կարդում եք իհարկե, եթե չէ կարդում եք ուրիշ խնդիր։ Արևելահայ կամ արևմտահայ կարող վերցեք եւ եթե մեկ լեզվից կամ մյուս լեզվի մեջ շատ վարշեք, այս լավ հայերենի դասել կլինի, իհարկե այդ նպատակով մի կարդացեք ինձ հաճույքի համար։ Շատ լավ գործ է, շատ ասեմ, ուրեմն Գուլբենգյան ֆոնդի միջոցով տպվել Զարդիս մատենաշար, իհարկե արևմտահայերենում կնի Զարթիս, որտեղ Z-A-R-D ABG-D is Զարթիս մատենաշար, իսկ ապրիլ գրատունը, ապրիլ publishing-ն էլ մասնակից է եղել այս գործին, կեցես դու Արնո 2022-ին հրատարակվել է Ռաֆի Աչեմյան։ Մերսի, կեցես դու Ռաֆի ջան, շատ շնորհակալ եմ Արաքսիա, որ ես գիրքը նվիրեցիր, իսկապես հաճելի է եւ հույսով մի օր կարողանանք բեմադրենք, բայց կարդալը բավական է, շատ հաճելի է, իսկապես։ Ապրիլ գրատունում կա, կարող եք ստանալ։ Հենց այդքան։